Բաքվյան նախորդ շաբաթ խորհրդարանում իմպիչմենտի թեմայով լուսումներ տեղ ունեցան եւ օրինակ հայտարարություններ կան, որ ԿՊ-ից եւս կան падգամավորներ, ովքեր պատրաստ են միանալ, դուք այդ շարքում եք թե ոչ։ Բալակ ջան, նման հայտարարություն անողները առաջինը խաբել են ձեզ լրագրողներին, որ նման մարդիկ կամ падգամավորներ կան ԿՊ-ում, շտապ եմ ձեզ վստահեցնել եւ շատերին գուցե հիասթափեցնեմ կամ պարզապես այդ իրականության մասին իրենք գիտեն, չկա նման բան եւ նույնիսկ խոսակցություն, քննարկում կամ ուղղակի որևէ չկա, պարզապես չկա, սա ծիծաղալու թեմա է, չկա նման բան։ Դուք կարող եք բոլոր կպականների Այո, ինձ պետք չի լիազորել, ես իմ եւ իմ գործընկերների անունից երաշխավորում եմ, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից չկա որևէ մարդ, որ այլ կերպ մտածի։ Բոլորս հավատարիմ ենք միևնույն գաղափարին եւ չկա նման թեմա եւ նման թեմա մեր խմբակցությունում չի քննարկում եւ ես այդ հարցին ընդհանրապես ժպիտով եմ վերաբերվում։ Ես զարմանում եմ, որ նման հարց եք տալի, որովհետեւ չի կարա նման բան լինի։ Թիմը միասնական է գործում եւ եթե կան հարցեր, հարցերը բարձրաձայնվում են եւ այդ հարցերին լուծում է տրվում։ Եվ չկա խզվածություն թիմի մեջ։ Ես մեկ անգամ պաշտոնապես ձեզ հայտարարում եմ իմ գործընկերների անունից ժպիտով եմ երբեք ասում եմ երբեք չի լինելու նման բան, որովհետև քաղաքացիական պայմանագիր խմբակցության բոլոր падգամավորները այլ կերպ չեն մտածում։ Մտածում եք, որ օրինակ Հովիկ Աղազարյանը կամ Հակոբ Ասլանյանը կարող են հեռացվել, կարևոր չի։ Տեսականորեն տեսեք, ովքեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություններ կիրականացնեն, դա կլինի ցանկացած մեկը քաղաքացիական պայմանագրից, սկսած ինձանից, ինքը ըստ էության հեռացվելու է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Չեմ մտածել, որ այդ երկուսը կարող են հեռանալ կամ հեռացվել, գուցե հիմա ինչ-որ բան լինի։ Գուցե չկա նման մտահոգություն, ես շտապեցնեմ ձեզ տեղեկացնել եւ անհանգստացողներին հանգստացնել, որ նման խնդիր չկա, նման մտահոգություն չկա, մի մտահոգվեք, նման խնդիր գոյություն չունի։ Գնացել պաշտպանության նախարարության մոտ եւ ուզում էին հասկանալ, թե ինչ է լինելու իրենց զավակների ճակատագիրը։ Հանձնաժողովը նախ զբաղվում է մարդկանց հարցերով, ինչպես ասում եք, երների հարցեր, այս դեպքի երկրորդ մասն է եւ ուրեր կան, որ Թիմուր Պապիկյանից դժգոհություն կա եւ սա ուղղված ակցիա է Պապիկյանի դեմ, որովհետեւ ըստ էության պաշտպանության նախարարությունը չի զբաղվում այդ հարցերով, ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում եւ ինչու էին մարդիկ հավաքվել պաշտպանության նախարարության։ Պետք է շտապ եմ տեղեկացնել, որ դժգոհություն չկան Պապիկյանի աշխատանքից թիմում։ Մենք համարում ենք, որ մեր գործընկերը արդյունավետ է աշխատում, իսկ ինչ վերաբերում է գերիների հարցին, մարդիրոնքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը զբաղվում է այդ հարցով, անհետ կորածների հարցով էլ է զբաղվում եւ մենք նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ որոշակի աշխատանքներ տանում ենք, չեմ կարող ասել, որ լայն լիազորություններ ունի մեր հանձնաժողովը, բայց մեր հանձնաժողովի շրջանակներում հնարավորությունների շրջանակում մեր հանձնաժողովը զբաղվում է դրանով եւ մենք բարբերաբար նաեւ մեր միջազգային գործընկերների հետ հենց այս հարցով հանդիպում ենք։ Հնարավոր եղել է խոսել եք նույն անհետ կորածների մասով, այնտեղ ինչ-որ քննարկում ադրբեջանցի գործընկերությունների Թույլ տվեք որոշակի տեղեկություններ հրապարակելուց զերծ մնամ եւ եթե դրա անհրաժեշտությունը լինի, ապա համապատասխան մարմինները, այդ թվում նաև ԱԱԾ տնօրենը հայտարարություն։ Պարզապես կներեք, հայ ժողովուրդը մնացել է Ադրբեջանի ԱԱԾ-ի հույսին, իրենց
տարածած տեսանյութից ենք ուզում հասկանալ մեր ԱԱԾ տնօրենը այնտեղ ինչ է արել, ում հետ է հանդիպել, որ հարցերն է քննարկվել, գերիներին անդրադարձ եղել է թե ոչ։ Ինչու մենք այս իրավիճակում չէ, որ հիմա երրորդ հանրապետության ամենաժողովրդավար կառավարությունն է Հայաստանում ղեկավարում։ Այո, դուք վերահաստատում եմ ձեր ասածը եւ պետք է պնդեմ, որ եթե որևէ տեղեկություն հրապարակենք, այդ տեղեկությունները կարող են վնասել որևէ գործընթացի, հետեւաբար թույլ տվեք ներողություն խնդրել եւ չխոսել որևէ տեղեկության մասին եւ պահի դրա մասին կխոսվի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Դիմադրները բարբերաբար պնդում են, որ միջազգային հանդիպումներում իշխանությունները չեն բացառում գերիների հարցանց խնդրեն, որպես իշխող ուժի ներկայացուցիչ ասել բացառում։ Չկա նման բան, որովհետև ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ գերիների թեման քննարկվում է եւ մենք գերիների մասով անպայման աշխատանքները շարունակում ենք։ Ձեզ եմ շնորհակալ։